Snorkis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Եթե կարողանանք ապացուցել, որ տիկիներն երեխա է ունեցել, կարողանանք իմանալ այդ երեխան Էմիլիան է թե ոչ։ Ոչ, ես կարծում եմ դա արդեն չափազանց է, ինչ վարկած ասես չօրինեցիք, մնում է, որ ասեք Էմիլիան է բանականը։ Ոչ, բայց մենք անպայման պետք է պարզենք դա։ Ինչ ես կարծում։ Ոչ։ Պետք է իմանանք ճիշտ է դա թե ոչ։ Լսեք տիկին, ավելի լավ է մեկ ուրիշ անգամ խոսենք այս մասին, այսօր շատ գործեր ունենք անելու։ Իսկ եթե խնդիրը Գոյիտայի հետ կապված լիներ, նրան էիր ասելու Մակո, ախր նա չի հասկանա, որ դու գործեր ունես գրասենյակում։ Ոչ, դուք ինչ չեք հասկանում, լսեք, ներեցեք ինձ։ Ես նկատի ունեմ, որ այսօր չեմ կարող։ Չեմ կարող այսօր այս մասին խոսել, որովհետև հնարավոր է, որ հիմարություններ դուրս տամ, որովհետև իրոք բարկացած եմ, հասկանում եք։ Իսկ ես չեմ ուզում ձեզ նեղացնել, որովհետև անհանգստանում եմ ձեզ համար։ Անհանգստանում ես։ Մակո, հենց այդ անզգույշ հումորը չպետք է լինի։ Այդպես ես պատրաստվում հոգ տանել քրոջես նման կնոջ մասին, այո։ Չգիտեմ, մի բան կփնտրեմ նրա համար, կհարմարվեմ, կսովորեմ համբերատար լինել, չգիտեմ։ Ես չեմ ուզում հիմա խոսել այդ մասին, որովհետև այստեղ շատ խնդիրներ ունենք լուծելու։ Ներեցեք, խանգարեցի։ Խոսիր այս մարդու հետ Աուրելիո։ Դες կկարողանաս համոզել նրան, որ գլխից հանի Գրեգորիայի հետ ամուսնանալու հիմար միտքը, բացատրիր նրան, որ դա անհնար է։ Հայրիկ, ինչ լեզվով ասեմ, որ ես կին եմ և ուզում եմ կնոջը հատուկ բաներ ունենալ։ Աշխատանք, երեխաներ, Մակոյի նման ամուսին։ Գրեգորիա, խնդրում եմ դասեր չէ, այլ պարզապես քմահաճույք։ Բայց ինչու, միթե ես չեմ կարող սիրահարվել։ Ոչ, ես դա չէի ուզում ասել աղջիկս, ոչ, պարզապես գուցե դու բավական հստակ չես գիտակցում, թե ինչ բան է սերը։ Հայրիկ, ես շատ պարզ հասկացա քեզ, կարիք չկա ինչ-որ բան ավելացնելու։ Ամեն ինչ պարզ է։ Բայց միթե ուղեղով են սիրահարվում, բացի այդ ես ֆիզիկապես առողջ կին եմ։ Գրեգորիա, բավական է վերջ, մտածիր ասածիս մասին, մտածիր ու խոսիր Պիայի հետ, այո, Պիայի հետ։ Տեսնում ես, հայրիկ, իմ սիրտն էլ է քո սրտի պես բաբախում։ Իսկ երբ սիրում ես, այն ավելի ուժեղ է զարկում կամ հուզվում է այնպես, ինչպես հիմա։ Ինչպես հիմա, երբ քեզ մոտ եմ, կամ երբ Մակոյին եմ տեսնում։ Աղջիկս։ Հակիր աչքերդ, հայրիկ։ Լսում ես։ Միտքը կարող է հոգնել, բայց սիրտը ոչ, այն ասես տարբերակիչ ինչ-որ սարք ունի։ Երբ հանդիպում եմ որևէ մեկին ու այդ սարքը սրտիս հետ ազդանշան է տալիս, հասկանում եմ, որ նա լավն է, ու պետք է սիրեմ նրան այնպես, ինչպես քեզ եմ սիրում, հայրիկ։ Շնորհակալ եմ ընկերուհիս, ես հեռախոսով ամեն ինչ բացատրել եմ Ռոզիտային։ Այո, հանգիստ, դու կարող ես իմ տանը մնալ այնքան, որքան ուզենաս, ինձ համար շատ հաճելի է Արտասովորի հետ նույն հարկի տակ ապրել։ Ախ, սիրելիս, այդ հիմա ես այդպես ասում, բայց հենց որ ամուսին ես քո դռան շեմին հայտնվի։ Լավ, զգույշ կլինես, շատ զգույշ, նա կարող է իր վրեժը քեզանից լուծել, նա կարող է տեսախցիկներ տեղադրել տան բոլոր անկյուններում։
Օվիդիոն նրա ամուսինն է, նա Տեոբալդոյի որդին է, նա է զբաղվում ընտանիքի անվտանգության հարցերով։ Աստված իմ փաստորեն այդ ընտանիքում միայն այն մեկն է խելքը գլխին, որ ուզում էր քահանա դառնալ։ Սիրելիս, իմիջայլոց, ինչպես են գործերդ։ Դե փորձում եմ գոյատևել, փորձում եմ մոռանալ նրան, փորձում եմ գլխիցս հանել։ Իսկ ընկերուհիդ դու նրան չես ասել վերջին նորությունը։ Ոչ։ Դե լավ, եթե դու չասես, ես ինքս կասեմ։ Բանն այն է, Ռոզա, որ Վիոլետան հղի է Սանտիագոյից։ Ինչ։ Ոչ, սպասիր, իրոք սիրելիս։ Ոչ, բայց սպասիր, դու պետք է հետևես քեզ։ Հիշում ես այն մյուս հղիությունը։ Մյուս հղիություն, իսկ ինչ մյուս հղիություն։ Լսիր սիրելիս, ինչ ես կարծում, պարոն Տոնին չասենք, որ մենք միասին ենք։ Ներավ սերին, ու այդքան սարսափելի բան չասացի։ Վանական այնտեղ է, վանականը, ես ես նոր տեսա նրան, օգնեցեք, օգնեցեք։ Վիոլետա, ես չգիտեի, որ դու հղի ես եղել, դու ինձ ոչինչ չես ասել։ Սիրելիս, ներիր ինձ, ես առանց մտածելու խոսեցի։ Լավ, հանգստացեք, հանգիստ, ես ոչ ոքի ոչինչ չեմ ասի։ Արի, ես քեզ ամեն ինչ կպատմեմ, Անաստասիա։ Բայց եթե չես ուզում, ոչինչ մի ասա։ Հանգստացիր։ Ճշմարտությունն այն է, որ երբ հասկացա, որ սիրում եմ Սանտիագոյին, Տեոբալդոյին ասացի, որ իմ ու իր միջև այլևս ոչինչ չի կարող լինել, իսկ նա դրանից գազազեց, ու ինձ ստիպելով անկողին քարշ տվեց, նա օգտագործեց ինձ երդվում եմ։ Աստված իմ ինչ ահավոր մարդ է։ Հիմա հասկանում եմ, թե Օվիդիոն ինչու է այդպիսին, իհարկե պտուղու ծառից հեռու չի ընկնում։ Դե ես իսկապես չգիտեի, որ հղի եմ, այդպես է, չէ Ռոզա։ Ոչ, մենք դա այն միջադեպի օրն իմացանք, երբ այդ պատյունը տեղի ունեցավ։ Այո, երբ վիրավորվեցի ու ինձ հիվանդանոց տարան, պարոն Լեոնը եկավ ու ասաց, որ կորցրել եմ երեխայիս։ Խեղճ աղջիկ, Աստված իմ, կյանքը քեզ տարբեր կողմերից հարվածներ է հասցրել։ Ինչ դաժան աշխարհ է։ Լսիր, բայց մեքենայի շարժիչն աշխատում է, չի լինի նա ուզում է փախչել։ Տիկին Յոլանդա։ Անկեղծ ասած, ինչ սկսել եմ ճանաչել Սանտիագոյին, ինչ ասես ինձ հետ չի պատահել, բայց ես չեմ բողոքում, որովհետև նրա սերն ինձ իրոք երջանկացրել է։ Պատկերացնում ես, հիմա դու նրա երեխային ես սպասում։ Սիրելիս, կարծում եմ պետք է հաստատ համոզվես դրանում։ Ռոզա, չես կարող դեղատուն գնալ ու հղիության թեստ կնել, որ իմանանք նա հաստատ հղի է, թե ոչ, գնա, հիմա քեզ փող կտամ։ Ոչ, հանգստացիր, ես ունեմ։ Շատ լավ, դե ուրեմն հենց հիմա գնա, լավ, մենք հետո կխոսենք, շտապիր։ Սպասիր, Ռոզա, սպասիր, ոչ, սպասեք։ Իսկ եթե ճիշտ լինի։ Ինչ ես ուզում ասել, գարեջուր կխմենք ու կշնորհավորենք։ Դու ասա։ Այո, անպայման, այո։ Լավ, ես մի քանի րոպեից կգամ, մնացեք այստեղ։ Շատ լավ, գնա։ Ինչպիսի ուրախություն։ Ախ, Անաստասիա։ Հապա ձեռքդ այստեղ դիր։ Զգում ես։ Տեր Աստված, բերանդ փակիր, թե չես սիրտդ հիմա տեղից դուրս կթռչի։ Ախ, ընկերուհից ես մեռնում եմ հուզմունքից, պատկերացնում ես ես Սանտիագոյից երեխա եմ ունենալու, բայց սա նաև վախեցնում է ինձ։ Ես զգում եմ, որ աշխարհի ամենաերջանիկ կինը կլինեմ, եթե Սանտիագոյին երեխա պարգևեմ, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ նման երջանկության արժանի չեմ։ Իհարկե արժանի ես, Վիոլետա, իհարկե արժանի ես։ Լսիր, քո երեխան իսկական արքայազն է լինելու, չնայած որ նա Բորովսկիների մի մասնիկը կկրի։ Բայց ամենակարևորն այն է, որ նա յուրահատուկ եւ հրաշալի ծնողներ կունենա։ Վիոլետա,
Վիոլետա ով կարող է լինել։ Իսկ եթե Օվիդիոն է, եթե Օվիդիոն լինի, երևի արդեն գիտի, որ այստեղ եմ, Աստվածին։ Լսիր Աուրելիո, իսկ եթե այդ շնչահեղձությունը ամեն ինչ Դեմետրիայի հետ է կապված, որովհետև հիշիր, թե այդ մարդը նրա հետ ինչ է արել, ինչ է դրել գլխին։ Ոչ, չնայած դա էլ չի բացառվում, բայց վանականը ինչ-որ բան է ակնարկում։ Բայց չգիտեմ, թե ինչ։ Լսիր, իսկ եթե նա Անաստասիայի դեմ է, ուզում ինչ-որ բան անել։ Դա էլ է հնարավոր, որովհետև այդ ընտանիքում բոլորը ատում են նրան։ Հազար այդպես է ընկերս, իսկ նա ասաց, որ Տեոբալդուն իրեն գտել է Վիոլետային ստանը, ու ինչ խոսք, Օվիդիոյին կասի այդ մասին։ Լավ, հանգստացիր Աուրելիո, ինչ եղավ քեզ, հանգիստ եղիր, Օվիդիոն մրիկ չէ, հանգիստ, բայց չէ որ Անաստասիան ասաց, որ ուրիշ տեղ է գնում, այնպես չէ, նա հենց հեռախոսի համար է տվել, ավելի լավ է զանգեմ նրան ու ասեմ, որ հանկարծ դուրս չգա։ Զանգիր, այո, զգուշացնեմ, որ դուռը ոչ ոքի առաջ չբացի։ Սանտիագո, ողջույն Սանտիագո։ Անաստասիա, ուրախ եմ, որ այստեղ ես։ Անկեղծ ղթեր հայրս Օվիդիոյին քո տեղն ասաց, ես չգիտեի ինչ անել։ Այո, դրա համար էլ մենք ստիպված եղանք այստեղ գալ, որովհետև Վիոլետայի տանը Տեոբալդուն կտավ մեզ ու ասաց, որ Օվիդիոյին կասի իմ տեղը։ Երբ դրան զանգը լսեցի, մտածեցի իմ վերջը եկել է, Օվիդիոն արդեն գտել է ինձ ու ես չեմ կարող փախչել, բայց ես ուրախ եմ, որ դու ես։ Ես ուրախ եմ քեզ այստեղ տեսնել։ Շատ ուրախ եմ, որ դու եկար այստեղ։ Անաստասիա, Աուրելիոն է։ Աուրելիո, սերիմ ինչ է պատահել։ Ուզում զգուշացնել քեզ, որ շատ զգույշ լինես։ Բանակարները սկսել է խաղալ մեզ հետ։ Ինչ-որ հաղորդագրություններ ուղարկել, ու մենք կարծում ենք, որ ամեն վարքյան նա կարող է գործել։ Բանականին, այո։ Այո, Վստահ ես։ Լավ, դուք այստեղ մնացեք, դուրս չգաք եղավ։ Աուրելիո, Ալվարեսն է, նրանք կարծես թե այգում տեսել են բանականին։ Ասացիր վանականին։ Այստեղ տան մեջ ու օրը ցերեկով, չգիտեմ, շատ տարօրինակ է դա, երևի ծուղակ է։ Դու վախեցրիր ինձ։ Որտեղից ես գալիս։ Ինչու ես ուզված բրոմելիա։ Այգում մարզվում էի, ուզում եմ մի քիչ նիհարել, վերջերը շատ եմ գերացել։ Իդեպ դու էլ պիտի նույնն անես, հապա ստամոքսիտ նայիր։ Ինչ ստամոքս։ Ինչ։ Միթե ես։ Օգնեցեք։ Աուրելիո, օգնիր ինձ։ Ես պետք է դուրս գամ այստեղից։ Պետք է դուրս գամ։ Որտեղից ես գալիս Ագրիպինա։ Ինչ կա այդ պայուսակիդ մեջ։ Կեղծամ է։ Լսիր, բայց չեմ կարծում, որ… Հեյ, ինչ պատահեց քեզ գրողը տանի կույր ես, չտեսար, որ մեզ քիչ էր մնում տրորեիր։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Դու ոչնչություն ես, չարժե քեզ տեսնել, լավ կանես չկվես այստեղից, ու այլևս չանհանգստացնես մեզ։ Ֆոտոխցիկը քեզ վրա եմ պահել, պարոն։ Պատրաստվիր, նկարում եմ։
Դաժան վանականի դեմք դուրս եկավ։ Ինչ կասես։ Կերծամ։ Ինչ ես ուզում անել, ապա տեսնեմ։ Սպասիր տեքրս, սա պլանի մի մասն է, որպեսի բռնենք այդ ոստիկանին, որ գողացել է փողերդ։ Հասկացար։ Ոչ, չհասկացա։ Ինչ ես մտադիր անել, ապա տեսնեմ։ Այդ ինչ կերծամ է։ Սպասիր տեքրս, լսիր, սրանով մենք կբռնենք այդ անիծյալին, կտեսնես, որ նա ետ կվերադարձնի բոլոր զարդերը կամ կվճարի դրանց համար։ Մի րոպե, Ագրիպինա, մի րոպե խնդրում եմ։ Այդ մարդը ոստիկան է, ու զենք է կրում։ Եթե նա ինչ-որ բան կասկածի, դու խնդիրներ կունենաս։ Դե ուրեմն, խնդրում եմ, ցույց տուր ինձ։ Այդ ինչ կերծամ է։ Ես ուզում եմ տեսնել։ Գրողը տանի։ Սա իսկական պատիժ է։ Ինձ եւ Օվիդիոն է փնտրում եւ վանականը։ Նրանք ասես մրցակիցներ լինեն։ Տեսնես ինչ կշահի նա, ով առաջինը կգտնի ինձ։ Կուզեի իմանալ դա։ Հանգստացիր Անաստասիա։ Կարծում եմ այստեղ ոչ ոք քեզ չի գտնի։ Այո, հանգիստ եղիր, դու այստեղ ապահով կլինես։ Հղիության թեստը բերեցի, հիմա կիմանանք, իրոք դու երեխայի ես սպասում։ Ինչ։ Հղիության թեստ։ Խոսեիտո։ Աուրելո, ես տեսա նրան, ես նրան տեսա, վանականն այստեղ էր, նա այս կողմ փախավ, իսկ Խոսեիտո նրա ետևից գնաց։ Լավ, գնացինք։ Նրան ինչ-որ բան է պատահել։ Մեքենայի շարժիչի ձայնը։ Կարևորի մի օքսիդի ընկերս։ Խոսեիտո։ Մայրիկ։ Ինչպես է այդ թեստը քեզ համար է։ Ստում ես Անաստասիա։ Ոչ, լսիր Սանտիագո, ախր դու գիտես, որ ես սիրում եմ Աուրելոին ու դրա համար մենք չկարողացանք զսպել մեր զգացմունքները եւ տրվեցինք գայթակղությանը ու հիմա խնդրեմ, խնդրի առաջ ենք կանգնել, այդքան բան եւ դրա համար էլ ես չեմ կարող Օվիդիոյի մոտ վերադառնալ։ Ոչ, բայց դու պապիկին երդվեցիր, որ քո եւ Աուրելիոյի միջեւ ոչինչ չի եղել։ Վիոլետա, գիտեմ խոստացել է, որ այլևս չեմ գա քեզ մոտ, բայց ես պետք է խոսեմ քեզ հետ։ Այստեղ մոտակայքում մի սրճարան կա, արի այնտեղ գնանք ու խոսենք, խնդրում եմ։ Դե լավ, բայց ընդամենը մի քանի րոպեով։ Աստված իմ։ Կնքամայր, ավելի լավ է գնանք այստեղից, քեզ բան եմ ասում գնանք, որովհետև այս տանը շատ խնդիրներ կան, արի գնանք։ Սիրելիս, ես պիտի նախ Յոլանդայի հետ խոսեմ, հասկացիր։ Վանականը։ Ինչ է պատահել։ Վանականը փորձել է սպանել Յոլանդային։ Ինչ։ Ահա որ է, նա Յոլանդային մեքենայի մեջ է փակել ու կարբոնի միօքսիդ բաց թողել, որ նա խեղդվի։ Իսկ Խոսեիտոն վանականի ետևից է գնացել ու մինչև հիմա չկա։ Աստված իմ։ Ես հիմա կգտնեմ այդ սևուկին։ Ոչ, այստեղից թող ոչ ոք դուրս չգա։ Լավ կլինի, եթե բոլորդ այստեղ մնաք, բանականը դեռ շրջակայքում է։ Իսկ Խոսեիտոն նա հայտնվել է։ Ոչ, դեռ ոչ, բայց մենք պետք է հնարավորինս խուսափենք զոհերից։ Խոսեիտո։ Հանգստացիր, սիրելիս, հանգստացիր։ Սևուկները միայն ծերությունից են մեռնում, խորը ծերությունից եղավ, դե լավ։ Ես այդքան վստահ չէի լինի, որովհետև վանականի համար մարդ սպանելը չնչին բան է, մաշկի գույնը նրան չի հետաքրքրում։ Բայց նա ոչ բոլորին է սպանում, նա հատուկ ցուցակ ունի, գիտի ում եւ ինչու է սպանում։ Տուր ինձ։ Ոչ, տեքրը, սպասիր, ոչ։ Էմիլիա, ինչու ես այդ գլխաշորը կապել։
Սա ինչ է։ Ինչ է քեզ հետ կատարվում։ Ինչ է պատահել։ Ակվիլես, հասկացիր, նա մորդ Հելենային է կրկնօրինակում։ Սպասիր, հարկավոր է հեքիմ կանչել, որպեսզի նրա մարմնից հանեն մեռած մարդու հոգին։ Այս տանը բոլորը կմեռնեն։ Տիկին Հելենա, ես միշտ բարեհամբույր եմ եղել ձեր հանդեպ ու ինչ կարողացել տվել եմ Տեոբալդոյին։ Ես վախենում եմ։ Վախենում եմ։ Այնտեղ ներքևում ահավոր բաներ են տեղի ունենում։ Մայրիկ, դու իսկապես այստեղ ես։ Մայրիկ։ Վերջ Մակո։ Ես կմոռանամ այն բոլոր խոստումները, որ հայրիկիս եմ տվել։ Վանականին բռնելու մասին, որովհետև սա արդեն անձնական հարց է։ Սպասիր, պարոնը մեզ այդպիսի գրասենյակ է հատկացել, որ բռնենք վանականին։ Վանականը իր ամենամեծ սխալն է թույլ տվել։ Նա մորս վրա է հարձակվել։ Անգստացիր, անգիր ճիշտ ես ասում, որովհետև մայրը սրբությունը։ Ես կբռնեմ այդ վանականին, կբռնեմ Մակո։ Ու երբ բռնեմ, առանց երկար մտածելու վերջը կտամ, լուրջ եմ ասում։ Լավ, սպասիր, տիկին Յոլանդայի պրոբլեմով տարված մոռացել ենք մյուսի մասին։ Ում, դա է մեր ընկերոջ, Խոսեիտոյի։ Խոսեիտոն մինչև հիմա չկա։ Ուզում եմ, որ այգու բոլոր անկյունները ստուգեք, մինչև ամենավերջին խոտը ամեն ինչ հետազոտեք, ոչ մի թուփ բաց չթողնեք, գտեք նրան, հասկացաք ինձ, դե գործի անցեք։ Ոչ, նա ընդամենը ուշատապվել է, լսիր, արի այսպես անենք, ես գնամ մի բաժակ ջուր բերեմ, իսկ դու հոգ տար նրա մասին։ Ինչ։ Հոգ տար նրա մասին, դե արի։ Ինձ նրա հետ մենակ ես թողնում, իսկ իմ մասին ով պիտի հոգ տանի։ Ես հիմա կգամ։ Ինչ գործ ունեմ այստեղ, ինչ է կատարվում, ինչ է եղել։ Էմիլիա, դու ոչինչ չես հիշում։ Դու բարկացած դուրս եկար վերելագից, գլխիդ ինչ-որ գլխաշոր էիր կապել, ասացիր, որ կսպանես բոլորին, չես հիշում։ Ոչ, չի կարող պատահել, ես չի կարող նման բան ասել, ոչ, դա սուտ է, ոչ։ Էմիլիա, բայց հանգստացիր, խնդիրն այն է, որ դու իսկապես հիվանդ ես, դու քեզ Հելենայի տեղն ես դրել, բայց մի անհանգստացիր, դու մեղավոր չես, պարզապես քո ուղեղի հետ ինչ-որ բան այն չէ, այո։ Չգիտեմ, մորաքույր, ես երբեմն ուժեղ գլխացավ եմ ունենում և հետո սկսում եմ ինչ-որ ձայներ լսել, բայց չեմ հասկանում, թե ինչ են դրանք ասում ինձ։ Էմիլիա, դու ուշադրություն մի դարձրու այդ ձայների վրա, ամեն անգամ, երբ դրանք լսում ես, փորձիր անտեսել, չլսելու տուր, որովհետև եթե դրանց վրա ուշադրություն դարձնես, օրերից մի օր այդ ձայնը քեզ կհուշի ինչ-որ մեկին սպանել, հասկացար, ինչ կլինի, եթե սկսես այդ ձայներին հետևել ու սպանել մարդկանց։ Ախր, մինչև երբ է այդ վանականն անհանգստացնելու մեզ։ Վանականը։ Ինչ է եղել նորից վանականը։ Երանի այդ վանականը չվնասի տիկին Յոլանդային։ Յոլանդային։ Վանականը փորձել է սպանել Յոլանդային։ Միթե դու հենց դա չէիր ուզում իմանալ։ Ոչ, ես ջրի ետևից եմ եկել, որովհետև Էմիլիան ուշաթափվել է։ Նա իրեն շատ վատ է զգում։ Քույրս, ոչ, սա ահավոր է։ Դե արի։ Գրողը տանի, այս տունը զվարճանքների վայր է։ Տեսնես այդ աղջիկը առնչություն չի ունեցել այդ վանական կոչեցյալի հետ։ Հիշում ես իմ երազ, որ քեզ պատմեցի։ Այդ ժամանակ ես վստահ եմ, որ դու իմ ապագակինն ես լինելու։ Պետք է ընդունեմ, որ մեծ պատրանքներ է ապրում։ Մտածում եմ, որ դու մի օր կհղիանաս
ու ինձ երեխա կպարգևես։ Իսկ ես մեռնում եմ քեզ պատմելու ցանկությունից, որովհետև թեկուզ դեռ վստահ չեմ, բայց կարծում եմ, որ հղի եմ։ Իսկ այս երեխան միայն ավելի ցավալի կդարձնի մեր հրաժեշտը։ Չեմ կարող հավատալ, որ այդ թեստը Անաստասիայի համար է։ Ես նրան շատ լավ եմ ճանաչում ու գիտեմ, որ նրա Օրելիոյի միջև ոչինչ չի եղել։ Վիոլետա, ինձ ճշմարտությունն ասա։ Ճշմարտությունը հետևյալն է։ Հաստատ չգիտեմ հղի եմ թե ոչ, ու Տեոբալդոյի երեխային կորցնելուց հետո չգիտեմ անգամ կարող եմ ուրիշ երեխա ունենալ։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ չեմ ուզում քեզ հետ անազնիվ լինել։ Աստվածին Վիոլետա, խոսիր։ Ես չեմ կարող հանդուրժել այս լռությունը։ Ինձ համար հեշտ չէ համակերպվել մեր բաժանման հետ։ Եթե դու հղի ես, այն ամոր զրույցը, որ լողափին եղել է, կարող է փոխվել։ Դե ասա Վիոլետա։ Ճշմարտությունն ասա։ Դու երեխայի ես սպասում։ Ներիր ինձ սերիմ։ Ոչ, Սանտիագո, ոչ։ Ես հղի չեմ։ Իսկ որտեղ էիր։ Ներքևում ինչ գործ ուներ Էմիլիա։ Որքան հիշում եմ, ես մատուռում էի, ես այնտեղ աղոթում էի Մատեոյի համար, նա անհետացել է ու ոչ ոք չգիտի թե որտեղ է նա։ Լսիր, Կլեմենտինա, այս ամենի պատճառն այն է, որ դու քրոջդ թողած այդ տիպի ետևից ես ընկել, բայց լսիր խորհուրդս աղջիկ, այդ փոքրիկ ու գեղեցիկ մարմինդ այդքան արագ Խոսեիտոին չհանձնես, եղավ։ Այս ամենի վերջն այն օրը կգա, երբ որ վանականը վերջապես հասկանա, որ այս տան բնակիչներից ոչ ոք իրենից չի վախենում։ Սանտիագո, քեզ տեսնելն ինձ ցավ է պատճառում։ Եթե այսպես հաճախակի հանդիպենք, ինձ համար հեշտ չի լինի քեզ մոռանալ։ Այսպես չի կարող լինել։ Ես չեմ ուզում նորից նույն խոսակցությունը շարունակել, ինչու այո, ինչու ոչ։ Բայց պետք է շարունակենք Վիոլետա։ Ես դեռ շատ կասկածներ ունեմ, պետք է ցրեմ իմ կասկածները։ Օրինակ, ինչու ես ուզում մոռանալ ինձ։ Ինչու չես ուզում ապագա կերտել իմ կողքին։ Սա այո կամ ոչ, այդ հարցը չէ, սա փաստ է, որի մասին մենք չենք խոսել։ Դու գիտես ողջ ճշմարտությունը։ Ոչ, Աստվածին Վիոլետա։ Ես չեմ հավատում այդ պատմությանը, որը դու այս ամենը անցյալիդ հետ ես կապում։ Եթե դա ճիշտ լիներ, դու ինձ հետ օրինական ձևով չէիր ամուսնանա։ Լավ, Սանտիագո, այս ամենն անիմաստ է։ Լսիր, ես քեզ մի հարց կտամ, լավ։ Պատասխանը այո կամ ոչ է։ Հայրս ինձ ասաց, որ պապիկը սիրում է իշխել ու իր կամքը թելադրել։ Նա ասաց նաև, որ հենց նա է ինչ-որ բան արել մեր հարցանիքը խափանելու համար։ Ոչ, ամուսնանալն իմ որոշումն է։ Սպասիր։ Ես պապիկի հետ խոսեցի ու նա ինձ ասաց, որ դեմ չէ մեր հարաբերություններին։ Այն չեմ հասկանում, թե նա ինչու քեզ հրավիրեց մեր տուն աշխատելու եւ ինձ էլ համոզեց, որ անպայման բացատրվեմ քեզ հետ։ Հիմա հարց եմ տալիս քեզ Վիոլետա։ Այդ նա է կանգնած մեր բաժանման ետևում։ Շատ լավ, Սանտիագո, բանն այն է, որ Ծաղիկ, ծաղկի համար։ Ներիր, որ խանգարում եմ քեզ Վիոլետա, բայց ինձ համար անակնկալ է քեզ այստեղ տեսնելը։ Հետո դուրս եկա մատուռից ու հանկարծ Խոսեիտոն է։ Այո, ինչ է սա։ Բանականի հաղորդագրությունն է։ Յոլանդան գիտի, թե վանականն ինչու է սպանում։ շնորհակալ եմ Լեո։ Յոլանդա, Ախ, սիրելիս։ Յոլանդայի սեր Աստծո, որքան վախեցրեցիր։ Պապիկ, ասեմ քեզ, որ եթե Յոլանդան մի րոպե այդ մեքենայում մնար, ողջ չէր լինի։ Լեոն, ուզում եմ որ ստուգես մայրիկիս, որովհետև պիտի համոզվեմ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Այո, Իհարկե, ներեցեք։ այո որդիս, գնա։ Շնորհակալ եմ։ Յոլանդա, երբ Աուրելիոն ինձ ասաց, ես ցնցվեցի։ Հիմա կարող ես վստահ լինել, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ես ինձ այնպես զգացի, ասես կաշի ստեղից պոկեին։ Ախ, Յոլանդա, ներիր ինձ, ուրախ եմ, որ դու լավ ես, Յոլանդա, ես էլ մտածում էի, թե նորից առանց մայրիկ կմնամ։ Ախ, սիրելիս։ Աուրելիո, որդիս դու պետք է գտնես Խոսեիտոին։ Նա ինձ մեքենայի մեջ տեսավ։ Գլուխս պտտվում էր, ես այնքան էլ լավ չեմ հիշում, բայց տեսա թե վանականը ինչպես հարվածեց նրա գլխին։ Լավ, հանգստացիր մայրիկ։ Հիմա դու ոչ մի բանի մասին չպետք է մտածես։ Այո։ Նրան քեզ մոտ եմ թողնում, հայրիկ։ Այո,
Ցտեսություն Յոլանդա։ Ցտեսություն Անուշիկս, շնորհակալ եմ որդիս։ Սիրելիս, Փառք Աստծո, Տեր Աստված, օրհնյալ լինես դու։ Ես իմ օգնություն կխնդրեմ։ Այո, Աստված իմ, նա մահացել է։ մահացել է։ Ապա տեսնեմ։ Ոչ, նա ողջ է։ Ողջ է։ Արի բարձրացնենք նրան։ Խոսեիտո, լավ ես։ Այո։ Գլուխս ցավում է, բայց լավ եմ, այո։ Լավ, հանգստացիր։ Էմիլիան գնացել օգնության ետևից։ Մի անհանգստացիր։ Բայց գիտես, վանականը մեջքիդ վրա հաղորդագրություն է գրել։ Ինչ։ Ինչ, իսկ ինչ է գրել։ Ինչ է գրել։ Դե որ Յոլանդան գիտի թե վանականը ինչու է սպանում։ Կարծում եմ, նա վանականին ավելի մոտ է, քան մենք։ Ինչու ես այդպես կարծում, Քերի։ Ինչպես թե ինչու եմ այդպես կարծում։ Նախ նա անհետացավ, իսկ հետո վերադարձավ ու այդքան առողջացային բաներ տեղի ունեցան այս տանը։ Միայն թե չեմ հասկանում, թե ինչու էր վանականը ուզում Յոլանդային սպանել։ Այդ մեկը չեմ հասկանում։ Շտապեք, Խոսեիտոն մատուրի հատակին ընկած է, վանականը նրա վրա հաղորդագրություն է գրել։ Ինչ նա մահացել է։ Չգիտեմ։ Շատ լավ գնացինք։ Արագ, արագ։ Էմիլիա, ինչ է կատարվում։ Կարծես թե ձայներ լսեցի։ Լեոն, ես քեզ էի փնտրում։ Ինչ է եղել։ Վանականը մատուռում Խոսեիտոյի վրա է հարձակվել։ Նա հիմա քեզ է սպասում։ Ախ, ինչ լավն է Լեոնը։ Նա միշտ փրկում է վանականի զոհերին։ Ես չեմ ուզում, որ վերջս վատ լինի Յոլանդա, բայց այնինչ այսօր կատարվեց ապացուցում է, որ մենք չենք կարող այդ գաղտնիքը պահել։ Հեշտ չեն թունել դա, բայց դու իրավացի ես Դեմետրիա։ Տոնի, այլևս չի կարող շարունակվել։ Ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից։ Ոչ, Տիկին, ոչինչ էլ վերահսկողությունից դուրս չի գա, եթե դուք շարունակեք լռել։ Ձեր կասկածելի պահվածքն է ձեզ մատնում։ Ողորմած Աստված, Տոնի, 3 Դեմետրիաներ, այսօր ես էի, վաղը կարող է մեկ ուրիշը լինել։ Տեսե ինչ է անում վանականը։ Նա մեզ վրա այնքան ժամանակ ճնշում կգործադրի մինչև 3 էլ ամեն ինչ կխոստովանենք։ Ոչ, Տիկին, ոչ ոք ոչինչ չի ասի, որովհետև դա մեզ ավելի շուտ կսպանի, քան վանականը։ Հիմա ինչ։ Ինչ պիտի անենք։ Դուք ոչինչ, իսկ ես կտեսնեմ, թե ինչ որոշում եմ կայացնում։ Շատ շուտով վերջակետ կդնեմ այս ամենին։ Ներիր ինձ Տոնի, բայց դու միայն այս ընտանիքն ես կարողանում վերահսկել, իսկ վանականին ոչ։ Ճիշտ է ընկերս, ոչինչ չես հիշում։ Ոչ, դե միայն այն գիտեմ, որ գլուխս ուժեղ ցավում է։ Խոսեիտոներ էր ինձ, բայց ես ուզում եմ տեսնել թե վանականը մեջքիդ ինչ է գրել։ Այո։ Յոլանդան գիտի թե վանականը ինչու է սպանում։ Ինչպես թե։ Այո, դա հենց այնպես գրված չի ավրելու։ Իմ կարծիքով Յոլանդան որևէ կապ ունի սրա հետ։ Ինչ գիտի Յոլանդան, չգիտեմ, դու պետք է հարցնես։ Լավ, Խոսեիտո, վիճակդ կարծես թե լավ է, բայց ամեն դեպքում դու պետք է հիվանդանոց գնաս։ Խոսեիտո, այդպես էլ արա։ Այո։ Դե լավ, Կլեմենտինա, ես լավ եմ, վերջ, հանգստացիր։ Չեմ կարող հանգստանալ։ Ներիր ինձ Խոսեիտո, բայց դու կարող ես ոտքի կանգնել ու մեզ հետ գալ։ Այո, բայց Խոսեիտո, ես կօգնեմ քեզ։ նա պետք է ինքնուրույն կանգնի։ Զգույշ։ Այո, լավ, գնանք։ Բավական է գուրգուրես նրան։ Այդպես ջնջում ես հաղորդագրությունը, չէ որ դա շտներկով է գրված։ Դե լավ, վերջ, գնացինք։ Սպասիր, ինչ է կատարում քեզ այդ Կոնստանսա։ Բայց թող ինձ։ Դու շատ բարկացած ես, սպասիր։ Ինչպես չբարկանամ, երբ ասացիր, որ Խոսեիտոն ու Կլեմենտինը սիրում են իրար, ես կսպանեմ նրան։ Հանգստացիր։ Բայց թող ինձ։ Հանգստացիր, սպասիր մի րոպե, հանգստացիր։ Ինչ գործ ունես այդ սևամորթի հետ։ Թող նրան։ Ինչ ես անում, մայրիկ։ Այստեղ արի այստեղ։ Մենք պետք է Խոսեիտոն մեզ հետ տանենք։ Նա մեր միակ վկան է, այնպես որ թույլ տուր։ Բաց թող ինձ, մայրիկ, թող։ Դե լավ, հանգստացեք, վերջ, հանգիստ։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Ինչու ես ինձ հետ այդպես վարվում։ Ես արդեն կին եմ, մայրիկ։ Դե լավ, Կոստանս, այդ ինչ ես անում։ Քերագարվել ես ինչը։ Գրողը տան ինչպես կարողացար ձեռք բարձրացնել նրա վրա։ Յոլանդա, խնդրում եմ, Ներեցեք ինձ։ Խոսեիտո։ երիտասարդ,
Ուրախ եմ քեզ ողջ եւ առողջ տեսնել։ Նորից փրկվեցիր վանականից։ Նա կարծես թե Խոսեիտո Մակլաուդը լինի, Մակլաուդների տոհմից։ Խոսեիտո որդիս, ինչու վերնաշապիկդ չես հագել։ Այո, Սրա պատճառով։ Շրջվիր Խոսեիտո։ Վանականը շատ խելացի է գործում, շատ դժվար կլինի նրան բռնել։ Ոչ, ես ու Ելեն կհավաքենք մեր իրերը ու կհեռանանք այստեղից։ Որովհետև ես նույնիսկ ֆիլմերում չեմ ուզում այդ մարդուն տեսնել։ Բոլորդ հանգստացեք, ավելի լավ է ամեն ինչին հանգիստ նայեք նախ։ Առաջին հերթին պետք է սպասենք մինչև Յոլանդան ու Խոսեիտոն ապակինվեն, որ տեսնենք նրանք կկարողանան մեզ ինչ-որ բան ասել։ Իսկ եթե նրան չբռնեն, կամ ավելի վատ, եթե այդ մարդը մեր հարազատներից մեկին սպանի։ Շատ լավ հայրիկ, ես հավատում եմ քեզ, բայց խնդրում եմ հանգստացիր։ Բացի այդ, մենք նաև պետք է սրա իմաստը պարզաբանենք։ Հիմա պիտի իմանանք, թե ինչու է վանականը որոշել քեզ այս խաղի մեջ ներքաշել։ ես կարծում եմ կարիք չկա, որ դու այդքան մեծ ուշադրություն դարձնես այդ հաղորդագրությանը։ Ինչ պիտի Յոլանդան իմանա, բացի այդ, հենց նա ինքն է շահագրգռված, որպեսզի մղձավանջը շուտով ավարտվի։ Իհարկե, միգուցե վանականն այդ հաղորդագրությունը դիտավորյալ է գրել, որպեսզի մեզ ծուղակը գցի, որպեսզի մենք սկսենք Յոլանդային կասկածել, մինչդեռ նա իրականում ոչ մի կապ չունի այդ ամենի հետ։ Բայց մինչ մենք պարզենք դա, այդ մարդը իր ուզածին կհասնի այնպես չէ։ Ամեն դեպքում պետք է մի լավ խորենք դրա շուրջ, Մակա։ Խոսեիտոին տալ։ Թող լոգան կընդունի։ Գնանք, այո։ Սպասիր որդիս, ես ուզում եմ, որ դու, ես եւ Սանտիագոն խոսենք, շատ կարևոր բան է։ Ձեզ երեկոյան իմ աշխատասենյակում կսպասեմ։ Ինչ է պատահել քեզ Կլեմենտինա։ Ինչու ես այդպես արտասվում։ Խոսեիտոյի պատճառով։ Մայրիկը նրան վիրավորեց։ Էմիլիա, ախր դա ճիշտ բան չէ։ Ում տեղն են այլեն դրել։ Ես սիրում եմ այդ տղային։ Ես ոչինչ չհասկացա, նորից պատմիր լավ։ Նա մեզ միասին տեսավ ու Խոսեիտոյին անպատվեց։ Եվ ինձ արգելեց նրա հետ հանդիպել։ Չգիտեմ, Էմիլիա, ահա որ է։ Ախ, Կլեմենտինա, ախր ես սիրում եմ նրան։ Այս անգամ մայրիկը չափն անցավ։ Ես քեզ հասկանում եմ, Կլեմեն, հասկանում եմ քեզ, բայց դու նրա վրա ուշադրություն մի դարձրու։ Մայրիկը ինձ հետ էլ նույն կերպ վարվեց, բայց ես շարունակեցի Մատեոյի հետ լինել, որովհետև նա է այն տղամարդը, որին սիրում եմ։ Իսկ ես էլ Խոսեիտոյին եմ սիրում եւ ինձ չի հետաքրքրում ծևամորթ է նա, թե սպիտակամորթ, աղքատ է, թե հարուստ։ Նա իմ սիրած տղամարդն ու եթե նրան չընդունեն, ես կհեռանամ այստեղից։ Ինձ ոչ նրանց միլիոններն են պետք, ոչ էլ ժառանգությունը։ Սերն ինձ համար ավելի կարևոր է, քան փողը։ Ես գիտեմ։ Դա հաստատ փորձություն է։ Ոչ, սա իրոք փորձություն է։ Ուզում եմ ասել։ Դուրս այստեղից, դուրս կորիր այստեղից։ Ուզում եմ ասել, վանականն այդ պլանը մշակել է, որովհետև չի ուզում, որ ես իմ բաժին ժառանգությունը ստանամ։ Վանականն այդ սևամորթին Կլեմենտինայի մոտ է բերել, որ ինձ ինֆարկտի հասցնի։ Ես վախից կմեռնեմ ու չեմ ստանա այն, ինչ ինձ է պատկանում։ Հիմարություններ մի ասա Կոնստանսա, խնդրում եմ բավական է չափազանցնել։ Խոսեիտոն վատը չէ, ավելի պատասխանատու եւ աշխատասեր երիտասարդ է, քան աղջկատ մնացած ընկերները։ Ոչ, հայրիկ, ես ուզում եմ, որ դուրս հանես նրան այս տնից։ Չեմ ուզում, որ այդ սևուկը այստեղ ապրի ու լեզու թափելով Կլեմենտինային իրենով անի։ Ես չեմ կարող այդպեսի բան անել աղջիկս, դա արդարացի չէ։ Ուրեմն, տուր իմ ժառանգությունը, տուր երազների խաչը, հայրիկ, ինձ տուր երազների խաչը, ես գիտեմ, որ այդ խաչն իմն է, մայրիկն այն ինձ է կտակել, եթե չես ուզում ինձ օգնել, ուրեմն երազների խաչն ինձ տուր։ Դե ինչ, Վիոլետա, դրական է թե բացասական։ Դրական, ընկերուհիս։ Ես աղի եմ Սանտիագոյից։ Ինչպիսի ուրախություն։ Պատկերացնում ես, թե Սանտիագոն որքան կուրախանա, երջանկությունից կցած կոտի, նրա երջանկությանը չափ ու սահման չի լինի։
Սիրելիս, դա ամեն ինչ կփոխի ամեն ինչ։ Սանտիագոն հենց հիմա պիտի իմանա այդ մասին, պիտի իմանա երեխայի մասին։ Դե իհարկե պիտի իմանա, պատկերացնում ես ինչպես կուրախանա, երբ այս նորությունը լսի։ Ոչ, ես Սանտիագոյին ոչինչ չեմ կարող ասել։ Չեմ կարող նրան ստիպել կրել այդ ծանր բեռը։ Բայց ինչպես թե։ Այսօր մի շատ վատ բան տեղի ունեցավ, որից հետո նա հազիվ կարողացավ իրեն հավաքել։ Երբ սրճարանում խոսում էինք, շատ պատահական մոտեցավ իմ նախկին հաճախորդներից մեկը ու խնդրեց ինձ գնալ նրա հետ, իսկ Սանտիագոն ահավոր ձևով բարկացավ ու սկսեց վիճել նրա հետ։ Արդյունքում մեզ դուրս արեցին սրճարանից։ Տեսնում ես ինչ ծանր ու զզվերի գործով ենք զբաղվում։ Ախ, Վիոլետա։ Լավ կլիներ, որ դու եւ Սանտիագոն հեռանայիք այս երկրից, չէ՞։ Այդպես դուք ոչ մի նման խնդիր չէիք ունենա։ Ոչ։ Դրանից խուսափելու միակ միջոցը Սանտիագոյին մոռանալն է, որովհետև ես չեմ կարող իմ անցյալը ջնջել, չեմ կարող թույլ տալ, որ նա իր ուսերի վրա կրի անցյալից ծանր մեղքերը։ Ինձ մնում է, որ ես մոռանամ նրան։ Դե ինչ, խաղակարդ ես ուզում, խաղում ես թե ոչ։ Ոչ, վերջ, ես այս մտքերով չեմ կարող խաղալ։ Ուղեղում ես անդադ գոյի տանը, հասկանում ես, ես ոչ մի կերպ չեմ կարող մցրվել ու մոռանալ նրան։ Տեսնես մարդիկ երբևէ կհասկանան, որ ես իրոք սիրում եմ նրան։ Այո, որքան փորձում ես հասկացնել, դու իսկապես սիրում ես այդ անձնավորությանը, միևնույն է, նրանք միշտ կան ու խանգարում են քեզ։ Նույն բանն էլ իմ ու Վիոլետայի հետ է կատարվում։ Մարդիկ չեն կարողանում ընդունել, որ նա այլևս իր նախկին կյանքով չի ապրում, որ մենք իրավունք ունենք ազատ սիրել իրար։ Դե լավ, ինչ եք նստել, դառնց հաց խոսում։ Դուք միակը չեք։ Ապա ինձ նայեք, իմ վիճակը տեսեք։ Ես էլ Անաստասիայի հետ չեմ կարող ամուսնանալ, որովհետև Անաստասիան Զարմիկիս հետ է ամուսնացած ու մարդիկ մեր կապը երբեք չեն ընդունի։ Բայց ոչ ոք չի ասում, որ նա ամուսնացած է մի տղամարդու հետ, որին նա չի սիրում։ Գիտեք ինչ է մնում, որ անենք, մնում է, որ ուրիշ մոլորակ գնանք, որովհետև թե մարդիկ այդպես էր մտածում, դժվար կլիներ իրաց կարծիքը փոխել, մարդ պետք է իր սիրած կնոջ հետ ապրի, ու հեռու մնա այդ մարդկանցից, այն մարդկանցից, որոնք փորձում են անձնական կյանքը տակնու վրա անել։ Պետք է տոնենք սա, երեխան իրոք որ հրաշք է, մենք մի լավ կուրախանանք, դե դու ասա Ռոզա։ Այո, ճիշտ ես ասում ընկերուհիս, եթե չես ուզում Սանտիագոյին ասել, դա արդեն քո խնդիրն է, միայն թե այս առիթը հարկավոր է նշել։ Այո, դե պատրաստվիր Անաստասիա, ես հիմա ոգելից խմիչք կբերեմ։ Շատ լավ, բեր, եկեք սկսենք, հիմա մի լավ կտոնենք։ Անկեղծ ասած այնքան շատ եմ գնահատում ձեր ներկայությունը, անգամ եթե ուրախությունից չեմ ցատկոտում, բայց միևնույն է շատ հուզված եմ։ Այո, իհարկե դրա համար էլ ուզում ենք նշել այս առիթը։ Դե արի, այո, արի խմենք։ Թող սա քո փոքրիկի հետագա կյանքի խոստումնալից սկիզբը լինի։ Ապագա մայրիկի կենացը։ Թող Աստված պաշտպանի քեզ ու քո փոքրիկին, ձեր կենացը։ Խմենք, դե։ Ով կարող է լինել։ Սանտիագոն։ Այո, իհարկե։ Հաստատ նա է, հանգիստ եղիր, ես կբացեմ դուռը։ Ռոզա, երաժշտությունն անջատիր, դե անջատիր։ Այո, հիմա։ Հայրիկ։ Անուշիկս, թագուհիս, աղջիկս։ Վերջապես գտա քեզ։ Այս կարիք չկա, որ դու այստեղ մնաս։ Այսօր եւ այդ դու աղջկադ եւ ամուսնուդ հետ քո տուն կվերադառնաս։ Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխ բարուրված գիտեմ կեղծ